Մեծարգո արժան նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Հայաստանի հաջորդ տարվա գլխավոր փաստաթուղթը, բյուջեն, ու պիտի ասեմ, որ սկսած հանձնաժողովների նիստում քննարկումներից, վերջացած արդեն այս քննարկումներով, մեծ հետաքրքրություն չնկատեցի մեր ընդդիմադիր գործընկերների կողմից։ Եթե մի երկու պատգամավոր գոնե հարցեր չտային ոլորտային, ապա կարող ենք ասել, որ սա իրապես, իսկապես լավագույն բյուջեն է, որի մասին ընդդիմությունը ասելիք չունի։ Պաշտոնյաների մեծ մասի որևէ մեկ ընդդիմությունից հարց չտվեց, մի մասին էլ բոլորովին այլ թեմաներով հարցեր տվեցին, հենց սա է ցավալին, երբ բանը հասնում է բովանդակությանը, լռություն է։ Ամբողջ օրը լալահաչար գրառումներ, հարցազրույցներ են տալիս, թե ամեն ինչ վատ է, բա բյուջեի փաստաթղթից է լավ առիթ գալ եւ փաստարկված ներկայացնել, թե որ ոլորտում ինչն է վատ։ Իսկ ինչ ունենք փաստացի։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն 2018 թվականից հետո աճել է ավելի քան 140%-ով։ Այս դեպքում մեր ընդդիմությունը սիրում է ասել, դե պարտքն էլ է աճել, հիմա մի ուրիշ տվյալ։ Բյուջեի եկամտային մասը աճել է ավելի քան 130%-ով, բա որ պարտքի հաշվին է աճում, ինչպես է եկամուտների աճի տեմպը գրեթե համարժեք ծախսերի աճի տեմպին, ինչ վերաբերում է պարտքին, աշխարհի գրեթե շատ երկրների մեծ մասը տարեստարի անկախ իր զարգացվածության աստիճանից պարտք է վերցնում, որպեսզի ավելի մեծ զարգացվածություն ունենա։ Հիմա մեզ մեղադրում են մի բանում, ինչի համար կարելի է 190-ից ավելի երկրի մեղադրել։ Ընդ որում չեն էլ խորանում, լավ, բա այդ պարտքը ինչի համար է։ Ուղղակի հասարակությանը մանիպուլացնում են ու անցնում առաջ։ Այ որ մի 10 տարի հետ գնանք ու նայենք վերցրած պարտքերը ու փորձենք հասկանալ դրանց արդյունավետությունը, մեղմ ասած շատ տխուր պատկեր կունենանք, որովհետև այդ մարդիկ ոչ նորմալ ճանապարհ են սարքել, ոչ դպրոցում մանկապարտեզ, ոչ էլ այլ ենթակառուցվածք։ Առողջապահության ոլորտի բյուջեն 2018 թվականից այս կողմ ավելացել է 150%-ով։ Դրան նախորդող 11-ից 18 թվականների ընթացքում այդ աճը ընդամենը 34.6% էր։ Կապիտալ ծախսերը այս ընթացքում ավելացել են մոտ 310%-ով, 170 միլիարդ դրամից հասել է 704 միլիարդի։ Տնտեսական աճը 2026-ին, եթե պլանավորված 5.4% աճը ունենանք, ապա կառավարության հնգամյա ծրագրով պլանավորած տարեկան միջինում 7% աճից ավելի բարձր աճ ենք ունենում։ Հնան այս ընթացքում գրեթե կրկնապատկվել է։ Էականորեն ավելացել են աշխատատեղերն ու աշխատավարձերը, բայց ընդդիմությունը սա էլ չի տեսնում։ Հաճախ խոսում են, թե աշխատատեղերը ստվերից են դուրս եկել, այսինքն ստացվում է, որ ակամայից խոստովանում են, որ իրենց իշխանության ժամանակ 100,000-ավոր ստվերում գործող աշխատատեղեր են եղել, այդքան թաքցված հարկեր ու բոլորը աչք են փակել։ Տնտեսության ներառականության մասին է խոսում նաև աղքատության ցուցանիշների տարեստարի նվազումը։ Օրերս հրապարակվեց 2024-ի աղքատության ցուցանիշը, ծայրահեղ աղքատությունը հասել է 0.6%-ի։ Ու ակնհայտ է, որ 25-ի տնտեսական դրական արդյունքները եւս կնպաստեն աղքատությունից դուրս գալուն։ Բայց սահմաններն ու ավելի մեծ հնարավորություններն էլ իրենց հերթին 26-ին աղքատության մահակարդակը էականորեն կնվազեցնեն, իսկ ծայրահեղ աղքատներն այլևս չեն կունենա։ Կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի չափը 12-ից 20% դարձնելու ֆոնին մի կիսագրագետ վերջերս հայտարարել է, թե հետվճարը հարկվելու է եւ սրանով փորձել մարդկանց խաբել ու տրամադրել իշխանության դեմ։ Այս մարդկանց դատարկությունն այնքան մեծ է, որ փաստերի փոխարեն ստով փորձում են կշիռ հավաքել։ Իհարկե, ես հասկանում եմ, որ ցանկացած դեպքում մեր քաղաքացիները կարիք ունեն ավելի լավ պայմանների, ավելի բարձր աշխատավարձի, ավելի լավ պայմանների եւ ավելի բարձր կենսաթոշակի, ու մեր ջանքերն ուղղված են հենց դրան, որ մենք ավելի լավ հնարավորություններ ունենանք մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Հարգելի հայրենակիցներ, այս բյուջեն բոլորինս է, ձեր ու մեր վճարած հարկերից կառուցում ենք այնպիսի պետություն, որը կախված չի լինի այս կամ այն երկրից միայն։ Կրթությունը, առողջապահությունը, սոցիալական հարցերը, պաշտպանունակությունը, սրանք բոլորը մեզ համար առաջնահերթ են։
Այս ֆոնին հիշեցի վերջերս ինչ-որ անձինք կրթության և դպրոցաշինության վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններ են տվել։ Զավեշտալին այն է, որ սովորաբար ընդդիմությունը պետք է իշխանությանը ամեն օր ցեխը գցեր ու հաներ, թե ինչու մանկապարտեզ կամ դպրոց չես կառուցում, որ մեր երեխաները ավելի լավ պայմաններում սովորեն, բայց բոլորովին հակառակն է։ Մեր իշխանության օրոք ընդդիմությունն ասում է դպրոցաշինությունը փողի վատնում է։ 10, 20, 30, 100, 200 երեխաները բոլորը մեր հայրենակիցներն են։ Դպրոցը, մանկապարտեզը այսօրվա, վաղվա և մյուս սերունդների համար է։ Այն ինչ դուք չեք արել տասնյակ տարիներ, մի զարմացեք, որ հիմա մենք անում ենք, մենք այդ փողերը գրպանելու ձևը չգիտենք, ձեր պես միլիարդների հասնող ապօրինի ծագման գույքեր և դրամական միջոցներ չունենք։ Ես բնականաբար կողմ եմ այս բյուջեին ու կարծում եմ մարդիկ, որոնք տասնյակ տարիներ գլուխները կախ, լռել կամ տարբեր բյուջեների կողմ են քվեարկել, որոնք ոչ թե զարգացմանը, այլ ուղղակի պետական ապարատի պահպանմանն են ուղղված եղել, հիմա պետք է ուղղակի լռեն։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։